Պերեյրայի փլատակներում ողբի ձայնը միայն մի քանի վայրկյանով է ընդհատվում, երբ փրկարարները հասկանում են, որ ողջ մնացած մարդ կա հիմնահատակ փլված հյուրանոցի պանելներից մեկի տակ։ 32-ամյա Դանիելա Լարգո Սանչեսին հաջողվել է հաղթել կյանքի համար 36 ժամ շարունակված պայքարում։ Նրան դուրս են բերում ցնծագին ծափահարությունների տարափի տակ։ Փրկարարները իրար են գրկում, առնվազն 200 զոհ տված Կոլումբիայում փրկության ամեն պատմություն անգին է։ Կոլումբիայի նախագահը X-ում հատուկ շնորհակալություն է հայտնել փրկարարներին, որ չեն դադարեցրել որոնումները հյուրանոցի տարածքում շուրջ 7 ժամ, երբ հասկացել են, որ շները ինչ-որ հետք են բռնել։ Դանիելան հիմա Պերեյրայի հիվանդանոցում է և հույսի սիմվոլ է դարձել հարազատներին փնտրողների համար։ Հույսի ու հրաշքի կարիք ունեն անգամ բժիշկները, ճգնաժամ է առողջապահական համակարգում, գերծանրաբեռնված են հիվանդանոցները։ Վալեի համալսարանական հիվանդանոցի սպասասրահում պատգարակներին պառկած են վիրավորները օգնության սպասում, փլուզված է հիվանդանոցի 30%-ը։ Մենք հասցնում ենք սպասարկել բացառապես երկրաշարժի հետևանքով այստեղ հայտնված վիրավորներին, մյուս հիվանդները ստիպված են սպասել։ Մանկական վերակենդանացման բաժանմունքի բուժքույր է այս կինը, բայց հիմա ցանկացած բժիշկ ստիպված է աշխատել կոտրվածքներով ու առնազեղումներով վիրավորների հետ, անձնակազմը չի հերիքում։ Հիվանդանոցն աշխատում է իր հզորության կեսից էլ պակասով, վիրահատարանները չեն գործում, հիմնական ծանրաբեռնվածությունը շտապ օգնության բաժանմունքների վրա է։ Զինվորները, պարզ քաղաքացիները անընդհատ հիվանդանոց են բերում բամբակ, դեղեր, ջուր, ով ինչ կարողանում է։ Մարդկանց մեծ մասը երկրաշարժի պահին դուրս է վազել տնից, առանց անգամ առաջին անհրաժեշտության իրեր վերցնելու։ Որոշները հիմա մահվան սպառնալիքի տակ փորձում են մտնել իրենց բնակարանները, գոնե հագուստ դուրս բերելու հույսով։ Մեզ օգնություն է պետք, քանի որ կորցրել ենք բացարձակապես ամեն ինչ։ Ժամանակավոր կացարաններում փորձում են կերակրել, տեղավորել անտուն մնացածներին։ Սա համայնքային խոհանոց է, մեզ անհրաժեշտ են վրաններ, խոհանոցային պարագաներ, անգամ բանջարեղեն։ Շատերը անգամ չեն մոտենում այս վրաններին, իրենց հարազատներին որոնողները փրկարարական խմբերի կողքից հեռու չեն գնում։ Պերեյրայում միայն գործողությանը մասնակցում է 247 փրկարար, տեխնիկայով, շներով։ Նրանց աջակցում են երկրի տարբեր քաղաքներից ժամանած խմբերը, Կարմիր խաչը, քաղաքացիական պաշտպանությունը։ Լարա Արաքելյան, Հայլուր։